Անսպասելի քիչմը անհասկանալի շատերուս համար ինչու այս փուլին Նեթանյահու խոսեցավ ցեղասպանության մասին առար աշխարհը այդ թեմայով զբաղվեցավ եւ թե ինք կջանչնա ինչ է ուզվածը Why haven't you yet recognized the Armenian genocide Մեր դարդուցավը չէ պատմական հիշողությունը մենք դատապարտման վրա ենք ուշադրություն դարձնում հենց ճանաչել նշանակում է դատապարտել ջարդարարին հանցագործին դատապարտել եւ մատնացույց անել ինչ նրբությամբ այնպես պիտի ինենք որ թուրքը նաեւ չնեղանա մեզ մե կրնագեն խփելու բադմության արժեվ չլան մանավանդ որ մենք հետամուտ ենք որ Թուրքիայի հետ մեր սահմանները բացվի մենք ինչու պետք է զգուշավորությունը մենք ցուցաբերենք գուցե Թուրքիան պետք է հիմա զգուշավոր լինի թող թուրքերը անհանգստանան նրանք թող սիրաշահեն մեզ այդ թող իրենք իմանան որ կան մարդիկ հայության մեջ որ չեն ներել իրենց թուրքերը դա պետք է իմանան որ սա լուրջ պրոյեկտ է հայկական պետությունը լուրջ պրոյեկտ է եւ հակաթուրքական է մենք կնկատենք որ Մոսկվա Բաքու ճուրերը խաղաղ չեն բայց ինչքանով խորքային է այդ մեկը եւ մինչեւ երբ կնաշարունակի չի կարելի Ռուսաստանին վստահել մենք հավատարիմ ենք Ռուսաստանը անհավատարիմ է ինձ հրավիրել էր Արման Բաբաջանյանը ես գնացել էի ասելով որ դուք անհավատարիմ դաշնակից եք մենք ձեզ չենք վստահում գնացեք հիմա քանի դեռ մենք խաղաղության օրերում ենք ապրում մեր օրակարգը հիմա խաղաղությունն է ռազմական սպառնալիք չկա մեր վրա հիմա գնացեք Տիտանիկը նստեցինք մենք դրաման էլ կորցրեցինք Արցախը որովհետեւ մեր նավը խորտակվող էր այ ես կարծում եմ Ադրբեջանը դաս խաղեց դրանից վախեցավ որ ինքն էլ կխորտակվի եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հրավիրում է կոլտը իրենք են չէ հնարել ամերիկացիների հնարածն է այդ զենքը դրեցին Ալիևի ճակատին արի բան ունենք ասելու քեզ ժամանակի ընթացքում ես կարծում եմ որ ավելի շատ բան կսիչի Ալիևը այդ թվում եւ մեր գերիները Արևելքի արտագով բարևձեզ շարունակենք մեր անգերց զրույց հաղորդումներու շարքը այսօր հյուրս Գերագույն խորհրդի առաջին գումարման ինչպես նաև ազգային ժողովի առաջին գումարման նախկին պատգամավոր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է բարի եկածեք մեր այս մշտանորոք արիթին համար պարոն Արշակյան ուղղակի սկսենք Իսրայելեն որովհետև անսպասելի քիչմը անհասկանալի շատերուս համար ինչու այս փուլին Նեթանյահու խոսեցավ ցեղասպանության մասին առար աշխարհը այդ թեմայով զբաղվեցավ եւ թե ինք կջանչնա ինչքանով անգերձ է այդ միտումը ինչ կսպասեք ինչ է ուզվածը երկու մոտեցումս երկու մաս եմ ես բաժանում առաջինը դա լավ է դա նշանակում է որ մենք մեր մրցակիցը այ մինչեւ հիմա ողջակիզումը մեր ցեղասպանության հետ մրցակից էր մենք մրցակից գործընկերոջ հետ գործ ունեինք հրեական համայնքը կարծես թե խանդով նախանձով չկամությամբ էր հայկական հարցին ընդհանրապես անդրադառնում ու սա շատ լավ նշան է այդ իմաստով որ մրցակիցը դառնում է դաշնակից մակերեսին դա է այդպես կտի դարգի այդպես մակերեսին դա է Եվս մեկ դաշնակից մենք ունեցանք եւս մեկը դատապարտեց հանցագործությունը մենք երբ որ խոսում ենք ընդհանրապես ցեղասպանության ջարդերի եղեռնի մասին մենք նկատի չունենք միայն պատմական հիշողությունը մեր դարդուցավը չէ մենք դատապարտման վրա ենք ուշադրություն դարձնում ովքեր որ ճանաչում են հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հենց ճանաչել նշանակում է դատապարտել ջարդարարին հանցագործին դատապարտել եւ մատնացույց անել հանցագործին ես այդպես եմ ընկալել բոլոր այն երկրները այն անհատները մտավորականները քաղաքական գործիչները ովքեր որ ասում են մենք ճանաչում ենք մենք հասկանում ենք որ եղել է այդպիսի միջադեպ այդ միջադեպը հիմա կոչվում է հանցագործություն մարդկության եւ մարդկայնության դեմ եթե ճանաչում ենք զոհին ճանաչում ենք զոհի իրավունքները ճանաչում ենք նաեւ հանցագործին նշանակում է դատապարտում ենք եւ դրանից բխող այլ հանգամանքներ փոխհատուցումներ եւ այլն
Երկրորդ կետը դա այն է, որ մոդայիկ բառ կա այսօր հայկական հարցը, հայությունը, նաև Հայաստանի Հանրապետությունը մոդայիկ է, հայերեն բառը գեղեցիկ է, չէ։ Մոդեռն է այսինքն, հա։ Չէ, դա տրենդ է, թեմա է, օրագարկ է։ Որովհետև միշտ էլ դեմ են եղել նրանք, ասացի, որ նրանք խանդով հրեականությունը խանդով է մոտեցել, այո, որովհետև մի տեսակ դժբախտության մոնոպոլիական դժբախտության, այդ դժբախտությունը իրենք չէին ուզում որևէ մեկի հետ կիսել, բայց այս դեպքը իմ լավատեսական բնավորությամբ ասում եմ, որ լավ էր, գործնականում ինչ կլինի, դա արդեն երկրորդական է, մենք կարող ենք դա օգտագործել, մենք, ասել ես, մենք սովետական միությունից ենք, չէ, սովետական Հայաստանի իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ խոսքը ասում են, ասել ես, ծովը խմի, խոստացել ես, ծովը պետք է խմես, հիմա մենք ասում ենք, ասացիր, հրամն է, գործի անցեք, մենք միասին անենք, այ միասին կանխարգել ենք ցեղասպանությունները, մեզ դա սպառնում է, ճիշտ այնպես ինչպես հրեական պետությանն է դա սպառնում, նաև Հայաստանը, նաև Հայաստանին է դա սպառնում, կանխարգելման խնդիր կա, համել մի ուրիշ, սա արդեն երրորդ կետն է, մենք հույս գաղտնիացենք, Գազայի հարցը կա, այնտեղ գուցե շեղելու խնդիր կար, Գազայից դուրս գանք, ովքեր որ Իսրայելին դատապարտում են Գազայում, այդ հատուկ միջոցառման համար, տեսեք ինչ բառ եմ օգտագործում, հատուկ միջոցառում տերորիզմի դեմ, իրենք փաստորեն այն նրանց խոցեցին, ասեցին դուք ով եք, որ մեր վրա քար եք գցում, դուք, ասենք Օսմանյան կայսրության իրավահաջորդները քար են գցում հիմա, չէ, Իսրայելի վրա, ասում են դուք գենոցիդ եք կազմակերպում, ինչ-որ փոխարինում են, հա։ Այո, ասեցին, իսկ դուք իրավունք ունեք դրա մասին խոսելու կամ դատապարտելու։ Այո, ես կարծում եմ, որ ընդհանրապես կարելի է բացել, որտեղ հրեական պետության երկրի վարչապետը երկար տարիներ ինչ մրցակցության մեջ է նա հաղթել, ինչ ուժեր են եղել, ուրեմն եթե նա այդպիսի բան ասում է, գիտեք կան գործիչներ, որ վրիպում են, ասեց էլի, չէ, սա մտածված քայլ էր, ծրագրված էր, ես նույնիսկ կարծում եմ, որ հարցներ ծրագրված, այո, տեսեք մենք օրինակ չպայմանավորվեցինք, մեր հանդիպման կանոնը դա է, որ ինձ անակնկալներ պետք է դուք մատուցեք, բայց որոշ տեղեր ասում են պայմանավորվենք, ես սա եմ հարցնելու, Եվ դուք այդ թեմայով պիտի դանիք։ Իսկ ասում եմ, չէ, դա հանկարծ չասեք, ոնց կլինի, հիմա չի կարելի, ես պատրաստ չեմ կամ ոչ մեկնաբանություն չունեմ։ Իսկ ես կարծում եմ, որ այստեղ պայմանավորվել են, այսպիսի հարց եմ տալու, այսպիսի պատասխան եմ ակնկալում, ես դա էլ արդեն դավանապաշտություն, հա, դավադրության տարածքից եկանք, ստերեոտին պայմանավորվածություններ կային, խորքային արմատներ ունի այդ հարցը եւ պատասխանը։ Ես կարծում եմ մենք պետք է շահենք։ Կարող ենք դա անել, մեզանից կախված է, կարող ենք դա անել, թե չէ։ Կտեսնենք։ Մենք նուրբ դիրքի մեջ ենք, մենք կողմը խոսենք Թուրքիո հետ եւ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները արդեն սրած են եւ ավելի գրնան սրիլ այս ինչ նրբությամբ այնպես պիտի ինենք, որ Թուրքը նաեւ չնեղանա մեզ մե կրնագեն խփելու պատմության արժեվ չլան, մանավանդ որ մենք հետամուտ ենք, որ Թուրքիո հետ մեր սահմանները բացվին, ասի անգեղծորեն եւ pedagogan մասշտաբով եւ հասարակությունն ալ գարձեմ թեմ չէ։ Հատուկ թե ինչ ցևով չեմ գիտեր, բայց այս նրբության մեջ, այս խմորվող մեծ դաշտի մեջ խմորվող այս ալյուրի մեջ ինչպես մենք պիտի անվնաս դուրս գանք ըստ ցեզի։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Ես ինքս ինձ միշտ համարել եմ ծայրահեղական։ Ես անպատասխանատու կարծիքներ հայտնելու իրավունք եմ ինձ վերապահում։
իշխանություն չունեմ քաղաքական կուսակցության Դուք գոքնեք մեր հասարակության ճիշտ ասած այո իմ կարծիքը պետք է լինի սահմանապահի կարծիք այ սահման այստեղից այն կողմ արդեն չգիտեմ ինչն է այդ դեպքում ես ասում եմ իսկ ինչի պետք է թուրքերի առաջ մենք ինչի պետք է զգուշավորությունը մենք ցուցաբերենք գուցե Թուրքիան պետք է հիմա զգուշավոր լինի նրբանկատ ըմբռնումով մոտենա իմ այս արտահայտարարություններին որ ասում թող թուրքերը անհանգստանան նրանք թող սիրաշահեն մեզ թող հաճոյանան թող չնկատեն թող ընթառաջ գնան թող հաշվի առնեն քայլ մարնեն չէ շատ քայլեր անեն ոչ թե մենք մտածենք սահմանը պետք է բացեն նույնիսկ մենք պետք է ասենք չենք ուզում ձեր սահմանը բացվի մենք սպիտակ ձիով ենք ուզում սահմանն անցնել այդ թող իրենք իմանան որ կան մարդիկ հայության մեջ որ չեն ներել իրենց մենք գիտենք իրենք ինչ են արել իրենց նախնիները ինչ են մենք գիտենք իրենք որտեղ են ապրում դա մեր տունն է թող իմանան որ կա մարդ որ ասում է որ ես տեր եմ ժառանգությանը ես հիշում եմ ես ով եմ թող իրենք իմանան թող իրենք իմ ըմբռնումով մոտենան իմ պահանջատիրությանը այդպես ասենք ճակերտների մեջ եմ դա վերցնում այսինքն իշխանությունը որը որ պարտավոր է ապահովել մեր երկրի անվտանգությունը տնտեսության զարգացումը մեր երկրի վարկը թող նա լեզու գտնի թող նա զիջումների գնա թող նա ինչ որ նրբանկատ լինի իսկ իմ նման մարդիկ ազատ մարդիկ հասարակական գործիչները կարող են եւ ավելի ազատ խոսել թող Թուրքիան զիջումների գնա թող ինքը մտածի որ սահմանը բացում է մեզ պետք է առաջարկի արտոնություններ տա իր թիկունքը անվտանգ պահելու համար Թուրքիան պետք է իմանա հայկական պետության առաջացումը Արմյանսկայա օբլաստի առաջացումը Երևանսկայա օբլաստի առաջացումը դա հակաթուրքական պրոյեկտ է եղել Եվրո դաշնակիցների կողմից բարբերաբար Ռուսաստանը դառնում է Եվրոպա միանում է Եվրոպային այ երբ որ Ռուսաստանը եւ Եվրոպան արևմտյան Եվրոպան կենտրոնական Եվրոպան Ավստրո-Հունգարիան միացած էին այն ժամանակ խնդիր դրվեց Թուրքիայի թիկունքում Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել ֆորպոստ հայ ժողովրդի բնորանում ստեղծել հայկական պետություն այսինքն թուրքերը դա պետք է իմանան որ սա լուրջ պրոյեկտ է հայկական պետությունը լուրջ պրոյեկտ է եւ հակաթուրքական է հակաթուրքական նրանք Ֆրանսիան Բրիտանիան Գերմանիան այն ժամանակ Գերմանիա չէր Ավստրիան այսինքն գերմանական պետությունները դեռ ամերիկան չէր մասնակցում նրանք ստեղծեցին հատուկ պայմաններ ստեղծեցին որպեսզի հայությունը ունենա իր օջախը հետագայում դա դարձավ հայկական հարց եւ այլն այսինքն Թուրքիան դրանից պետք է անհանգստանա որ մենք ինքնագլուխ չենք այս տարածքում մենք ունենք դաշնակիցներ մենք վտանգավոր ենք մեր շահերը գնանք վտանգավոր դառնալ ասել գուզեք որևէ բան այո մենք կարող ենք լինել եւ դաշնակիցը եւ դրացին եւ բարեկամը այո ինչու՞ չէ բարեկամը մեր ընկերներից մեկը մի շաբաթ առաջ ասեց պատկերացրեք որ Ռուբեն Բաբայանը դերասան արվեստագետ բեմադրիչ մի խոսքով մեր բարեկամը ասեց որ պատկերացրեք որ թուրքերը հեռանան բոլորը մնան քրդերը մի 25-30 միլիոն ինչ ենք անելու մենք եւ չի բացառվում կյանքը աջող օրգանիզմ են կյանքը այո լուրջ փոփոխով կմտածեր որ 600 տարի հետո կստեղծվի հայկական պետություն կամ Կիլիկիայի հայկական թագավորությունը կամ հիմա Սավոյների Գերդաստանը բավոր հայտ ներկայացնի օրինական մարդիկ թուղթուն են Լուսինյաններից ստացել են Ռոբինյաններից Հետումյաններից եկել են մարդիկ հիմա մոդայիկ բառը
կադաստրի թուղթ ունեն Այո։ հայոց թագավորություն։ Ես կարծում եմ, որ դա էլ է հետաքրքիր լեգիտիմության խնդիր կա, օրինական, ոչ միայն հայկական պետությունն է օրինական, որովհետև սեպագրեր ունենք մենք քարերի վրա։ Այս վերջերս Պյոտրովսկիները մի գաղտնիք բացեցին, որ Ստալինը շատ վրդովել է, որ այդ արարատյան թագավորությունը հայկական թագավորություն է հարմարվում։ Ես դասագրքերում իմ դասագրքում կարդացել եմ, որ Ուրարտական պետությունը նախ հայրենիքն է Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի սովետական։ Հետաքրքիր է։ Երևի Հյուսիսային Կովկասն էլ հետներս վերցնեինք, այսինքն խլեցին մեզանից նույնիսկ մեր պատմությունը։ Տեսնում եք ինչ հետաքրքիր մենք տեսախցիկները երբ միացած չէինք, մինչև այդպիսի բան կա, հարգելի համակիրներ, այս մինչև սարքում են, այս կոճակներն են, այլն մենք զրուցում ենք, մենք դրա վրա ուշադրություն դարձրեցինք, որ արժանապատվության խնդիր կա։ Մեր վարքագիծը պետք է արժանապատիվ լինի։ Դրա մասին ենք խոսում, որ մենք իրավունք ունենք գլուխներս բարձր պահելու։ Ու հիմա բոլոր այն ակցիաները, որ արվում են, արժանապատվության, օրինակ այդ 30 տարին, որ մենք մեր սվինները, մեր զինվորը կանգնած էր Ադրբեջանի տարածքում, դա մեր պատմության մեջ մնալու է որպես արժանապատվության տարի։ Հիմա հայոյում են, ասում են սխալ էր, ճիշտ էր։ Ղարաբաղյան շարժումը ազգային ազատագրական շարժում էր, մի քիչ ավել էինք գնացել, անվտանգության գոտի էինք ստեղծել։ Հետաքրքիր է, չէ՞, ով կմտածեր, որ հայկական պետությունը արդեն հայկական պետությունը անվտանգության գոտի է ստեղծում իր համար։ Դա նախադեպ է։ Այ հիմա թուրքերը թող ականջներին, երկու ականջին օղ անեն, որ այդպես լինում է։ Անվտանգության գոտի կստեղծենք մենք Անատոլիայում։ Մենք չգիտենք ինչ էր կլինի։ Ուզում եմ ասել, թող ընթառաջ գնան մեզ։ Պետք չի, որ մենք շատ բան զիջենք։ Փոխշահավետության փոխշահավետություն։ Մեր շահերից բխում է, որ սահմանը բաց լինի, ուրեմն Թուրքիային ավելի շատ է դա պետք։ Այսպես պետք է ձեզ դե, որ պետք է բացենք, լավ, բացենք։ Այսպես պետք է։ Ես որ լինեմ բանակցող կասեմ, դե որ հանուն բարեդրացական հարաբերությունների մենք էլ կբացենք մեր սահմանը։ Ձեր տնտեսության, ձեր մարդկանց, եթե ունեք գաղափարներ, մարդասիրական համեցեք, մշակույթը բերեք, ինչ ունեք դուք։ Մանավանդ մենք գիտենք, որ ձեր մշակույթի գործիչներից, ձեր մշակույթի մեջ շատ մեծ բաժին կա հայկական։ Բանալիներ ունենք այնտեղ։ Նույնիսկ։ Մեր մոտ է։ Այո։ Պարոն Աշակյան, այս բոլորի առընթեր մեր հասարակության մեջ շատ հանրամատչելի դարձավ այս խոսույթը, խոսքը Ադրբեջանի վարմունքի մասին է։ Դե ինչպես Ադրբեջան մեկ գիշերով փոխեց իր տեսակետները, գնաց Ալիև Վաշինգտոն, ստորագրեց ժպիտներով, լուսանգարվեցավ։ Խոսույթը կշարունակվի հագահայ, որոշ դրսևորումներ կան, բայց ինչ որ կերպ Ադրբեջան որոշ խաղը կդանի։ Եվ ըստ երևույթին հիմա կարծեք միշտ ճուրի երես մնալու այս հապջեբ վիճակներու մեջ է։ Դա ինչի մասին կխոսի այդ մեկը ձեր կարծիքով։ Ինչ կհուշե։ Առաջինը մեր կարևորությունը։ Աշխարհը դա աշխարհի համար է։ Մենք տարած բոլոր ոչ բարեկամ մեր պետություններն ասում են տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանային ուժերով լուծենք, բարև եկաք։ Բարև, հա, այլ չէ, պարզվեց, որ Հայաստանի աշխարհագրությունը գլոբալ արժեք ունի։ Հայկական պետության գոյություն այս շարունակենք նախորդ հարցից։ Ինքստինքյան համը չէ։ Այսինքն այնպես չէր, որ Ալիևը արտնացավ տրամադրությունը լավ էր, Քեֆը լավ էր, գնաց ստորագրեց։ այո, կամ իր մասին ասում են էլի, որ լավ քարտ է ընկել ձեռքը,
շահել է ինչ որ եւ այդ քարտը այո շահել է ինչ որ բան ասում է դե լավ որ շահել եմ այստեղ հայկական հայերի պետության հետ կարելի է եւ համագործակցության գնալ չէ դա պարտադրանք էր մենք պարտադրեցինք Ալիևին գնալ Վաշինգտոն ոչ թե Ալմաթի ոչ թե Իսլամաբադ Իսլամաբադն էլ է հրավիրում Անկարանն էլ է հրավիրում եկեք մեր մոտ տարածաշրջանում ձեր հարցերը լուծենք մենք մոդիկ ենք չէ հա մենք տարածաշրջանից մարդ մի կանչեք Խաչակիր մի կանչեք 3 առավել 3-ն ենք հա 3 այո 3-2 է եղել չէ Լենին Աթաթուրք եւ մյուսներս մեր 3 հիմա ասում են 3 թող պարսիկներն էլ միանան իբր թե բանը չէ այ կարևոր էր դա պարտադրված էր չգալը չհաշտվելը չզիջելը կարող էր եւ լուրջ խնդիրներ առաջացնել այսինքն խնդիրները կան այ անվտանգության այն գործոնը որ աշխարհն է տալիս Ադրբեջանին դա կարող էր չգործել ճիշտ այնպես ինչպես մեր մոտ Արցախում դա չաշխատեց երբ որ մենք սխալվեցինք երբ որ մենք ճիշտ դաշնակիցներ չընտրեցինք բռնապետ Բելոռուսը այն ժամանակ Էրբասի էին ասում, ինչ էին ասում, չէ, Նուրսուլտան Նազարբայևի, Ռախմոնի հետ, դա հետա մնաց, հետա դեմ պետությունների հետ մտել էինք դաշինքի մեջ, որ ինչ ունենք, հա, որ պարտվենք, պարտվողի հետ դաշինք, խորտակվող նավ նստենք, Տիտանիկը նստեցինք մենք, դրա համար էլ կորցրեցինք մենք Արցախը, որովհետև մեր նավը խորտակվող էր, որպես մակույկ կծվեցինք այդ խորտակվող նավին ես կարծում եմ Ադրբեջանը դաս քաղեց դրանից վախեցավ որ ինքն էլ կխորտակվի եթե ճիշտ որոշում չկայացնի հարկավոր է զիջել եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հրավիրում է կոլտը իրենք են չէ հնարել ամերիկացիների հնարածն է այդ զենքը դրեցին Ալիևի ճակատին Արի դիզբոն Արի բան ունենք ասելու քեզ Ժամանակի ընթացքում ես կարծում եմ որ ավելի շատ բան կզիջի Ալիևը այդ թվում եւ մեր գերիները արդեն ասեց ամերիկացին ասեց այն գերիների հարցը լուծեք ես կարծում եմ որ պարտադրված էր մենք ձևը գտանք կամ ձևը մոտեցավ մեզ երբ որ մենք չգնացինք ձևի մոտ ես կարծում եմ դանդաղ ենք գնում այդ Եվրոմիության հարցերով հա այո Եվրոմիության հետ մեր այդ ստորագրահավաքը դա ընդհանրապես հետի թվով կարելի է ասել չէ տեսեք երբ որ 1991 թվականի սեպտեմբերին հանրաքվե արեցին ես այն ժամանակ պատգամավոր եւ աշխուժ ահա որ տագնապ կար բա որ ասեն չենք ուզում բա որ ասի հայ ժողովուրդը ճորտություն ենք ուզում անվտանգության դիմաց ազատությունը հանձնում ենք անկախությունը հանձնում ենք անվտանգության դիմաց բա որ ասեինք ու գիտեք ինչ եղավ 2.5 միլիոն մի մարտուբես դա անհարմար է ուղղակի ասել 100% է դա Բաբկեն Արարքյանը հանձնաժողովի նախագահը մաթեմատիկոս էր մաքուր հաշվեց ասեց 99% ասենք դա գրի 100 էլ ասեց չէ 99% մասնակիցների 10000 հոգի չի մասնակից ասել է ոչ չէ ասել է ոչ 2.5 միլիոն մասնակիցները ամբողջությամբ ասել են այո անկախությանը, պետությանը, ազատությանը եւ ժողովրդավարությանը։ Իմիջորից քարտը այդպես էր, ժողովրդավարական երկիր եք ուզում, անկախ։ 10000 հոգի հիմա դրանք կան փողոցում, մեկ-մեկ հանդիպում են, երթեր, բաներ են անցկացնում այդ 10000 հոգին եւ իրենց զավակները։ Դա մեր քարտն է, որով մենք աշխարհին ներկայանում ենք։ Այցեքարտի պես բան։ Այո, հաջորդը այցեքարտը թվում էր թե
այդքան հայհոյվելուց հետո Ամստերդամ, Ռոտերդամ եւ այլն այդքան հայհոյվելուց հետո հանկարծ առանց մեծ ջանքերի այդ Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը եւ Արամ Սարգսյան իրենց կուսակցություն եւ Խուրշիդյան Հովսեփը։ Ես կարծում եմ, որ քաղաքական կարիերան նրանց կվերջանա հոգուս անկյունում, ասում եմ, բավոր չստորագրել 50,000 հոգի։ Նույնը թարցը դվիկ, չէ։ Այո, տեսնում եք, ես մի քիչ առաջ ունես խրոխտ խոսում էի, չէ, հպարտ լինենք, արժանապատվություն, բայց հոգուս խորքում միշտ մտածում եմ, բա որ հիասթափված լինի մեր ժողովուրդը, որ հուսահատված լինի, բա որ այս քարոզությունը, այս ցեցկերած լինի մեր արժանապատվությունը, ու շատ կարճ ժամանակում 60,000 ստորագրություն հավաքվեց, այսինքն մենք համ ինքներս մեզ հայլու մեջ տեսանք, պետք լինել 600,000 կհավաքեին։ Այ խնդիր դրվեր 600,000 ստորագրություն կլիներ, այսինքն մենք այդ հայելին, որ ես ասում եմ, մենք մեզ տեսանք որպես առաջադեմ ժողովուրդ, ազատություններ սիրող ժողովուրդ, այդպիսի հայտ ներկայացրեցինք, ինչ պետք է անի Ալիևը։ Նրանք էլ են նայում, չէ, նրա առաջ ամեն առավոտ չէ, ինքը ցերեկն է աշխատում, առավոտը քնած է լինում։ Ասում են Ադրբեջանի դիմախոսներն, ասում են, որ նա գիշերը խաղում է, ցերեկը նոր աշխատում է։ Ցերեկը բերում են թերթը դնում են, ասում են, հայերը ստորագրահավաք անցկացրեցին առանց իշխանության աջակցության 60,000 մարդ այդ փոքր երկրում 60,000 մարդ ասեց Եվրոպա գալիս ենք դարպասները բացարա գորգ փռի կարմիր երաշտությունով Բեթհովենը մեզ լրիվ կբավարարի Բեթհովենը այ գարկախառնվեք այ դիմավորեք մեզ ես կարծում եմ որ դա ազդել է եւ Տրամպի վրա ադմինիստրացիայի վրա եւ հենց Եվրոպան էլ երևի մտածում էր թողանեն էլի հայեն թողանեն Միկոյանի հայրենակիցներն են այդ դա ենք մենք փոխում որ մենք Միկոյան չիկներ չենք որ մենք արիմյաշկա չենք մենք արժանապատվություն ունենք Միկոյանի ժամանակ կային նաեւ արժանավոր հայեր իսկ նույն գդրվածքով նույն ռամպանտյան մեջ մնալով ինձ համար շատ նաեւ մեր թիդողներուն վստահ եմ մենք կնկատենք որ Մոսկվա Բաքու ճուրերը խաղաղ չեն բայց ինչքանով խորքային է այդ մեկը եւ մինչեւ երբ կրնա շարունակվել կտեսնենք անգաշկանտ Ռուսաստանի ցերկերը ինչքան արիտունի գարված է սոկարի կետրոնները բամը որ Ուկրաինա բادرազմի սկիզբեն եւ այդ տեղի ունեցավ այսօր գարված է գազին ամենա կոդ գադեղեն ներքև սա ինչքանով թատերական ներկայացում է բան Արշակյան անշուշտ կա թատերականություն դա բեմականացում ավելի ճիշտ ասենք որտեղ որպես թատերական ներկայացում անհաջող էր որտեղ դա ինքնավնասարարություն էր Ռուսաստանում 25 միլիոն առնվազն պաշտոնական թիվը 25 միլիոն է մահմեդական կա ու նրանք կազմակերպված են այս տարվա գարնանը ծրագրավորված է եղել ոչ բռնի մահմեդական ընդվզում ծրագրավոր իրենք բռնում են հայտնում են ձերբակալում են բջիջներ են եղել մահմեդականների բջիջներ են եղել որոնք պատրաստել են առանց զենքի ելույթներ որպեսզի ոստի ուժային կառույցների ուշադրությունը հրավիրեն Կարաուլով կոչված մի չարագործ, չարամիտ լրագրող կա, Կարաուլով։ Նրա մոտ պարբերաբար դա լինում է։ Ես գովաց չեմ անում, կարելի է չնայել դրան։ Ես նայել եմ հերիք է։ Ձանձրալի հաղորդումներ են։ Նրանք ասում են, որ լուրջ ծրագիր է եղել մահմեդական ընդվզման, որպեսզի ուժային կառույցները թողնեն իրենց գործը կենտրոնանան այդ բջիջներու վրա։ Ուկրաինական ֆրոնտը, ուկրաինական ռազմաճակատը դատարկեն, քաոս ստեղծեն։ Ու ըստ այդ սև հարյուրակայինների Չեռնոսոտենցի որ ասում են, նրանց կարծիքով դա ուկրաինական հետախուզությունն է կազմակերպում։
նրանք համագործակցում են։ Այսինքն Ռուսաստանը շատ լուրջ խնդրեմ ունի մահմեդական աշխարհի հետ։ Օրինակ, ես երբեմն անշուշտ շակերտների մեջ վերցնելով ասում եմ, այս ճանապարհը նաև Թուրան ճանապարհն է։ Մենք որ տվեցինք, մեր մտքում, իմ նմանի մտքում կասում ենք Ռուսաստան, տես ով է քո մրցակիցը, տես ում դու կորցրեցիր, ինչ արեցիր, տես ինչ արեցիր, այ ինքնավնասարարություն, դու ինչ էիր ուզում, մեզ հանձնելով, մենք պետք է հիմա լուրջ պետություն ունենայինք, գործերը դզեցիր, տես դու ինքնավնասարարություն արի, սամաստրել են ասում, ինքդ քո վրա կրակեցիր, բացում ենք դարպասները, մեր խնդիրը չի, դա չէ։ Մեր խնդիրը եղել է, այո, հիմա չի։ Մեր խնդիրը եղել է, մենք, ասել ենք, անվտանգության դիմաց հավատարմություն ենք տալիս։ Դու տալիս ես մեզ անվտանգություն, մենք քեզ հավատարմություն։ Եվ վստահ եք, որ Ռուսաստանը գրնար Արցախը պահել։ Անշուշտ։ Նախ չպետք է հանձներ 100 տարի առաջ։ Արցախը հիմա գործեց սխալը։ Մեր հայ ժողովրդի ամենառուսասեր խավը դա Արցախն է։ Ճիշտ եք։ Ու դու ամենահավատարիմին հանձնեցիր, դավաճանեցիր։ Հիմա ստացի Թուրանը։ Նրանք արդեն խմբավորումներ են ստեղծում Միջին Ասիայի հետ։ Ճանապարհը ունեն ուղիղ առանց Պարսկաստան, ես Իրան չեմ ասում։ Իրան է դա, բայց այնտեղ պարսկական հանգամանքը կա։ Հիմա առանց Պարսի ուղղակի թուրքերը մեր բանալին է, բանալին մեր մոտ է։ Բաց կթողնենք թող գան Միջին Ասիայում։ Բեռների փոխադրում չի, դա ազդեցություն ձեր Սիբիրի Ուրալի տակ կա ազդեցիկ Թուրան։ Այ դուք Թուրանը ստացաք, կորցնելով Արցախը, դուք ստացաք Թուրան։ Բայց ուշ չի։ Ուշ կգան։ Ուշ չի։ Նրանք կհանձնարարեն։ Ճիշտ այնպես ինչպես 19-րդ դարում ռուս ցարին հանձնարարեցին այստեղ ստեղծել մեր տարածաշրջանում, մեր հայրենիքում ստեղծել հայկական պետություն, հանձնարարեցին։ Ռուսաստանը ասաց կանեմ, ասացին դու շատ բան կստանաս հայերից։ Հայտնի բան էր, որ հայերը հավատարիմ ժողովուրդ են։ Մեր անունը այդպես է եղել 2000 տարի այս տարածաշրջանում մեր մականունը եղել է հավատարիմ։ Տարբերվել ենք մյուս ժողովուրդներից, հռոմեացիները դա տվել են մեզ, որպես որակավորում, ասել են հավատարիմ հայ։ Այ մենք հավատարիմ ենք եղել։ Ու Ռուսաստանին հանձնարարեցին, ասեցին կստանաս հավատարիմ ժողովուրդ, ապահովի նրանց անվտանգությունը 19-րդ դարում ռուսները եկան եւ չեն փոշմանել։ Այն ինչ որ մենք արել ենք Ռուսաստանի համար, ուրիշ ոչ ոք չի արել Ռուսաստանի համար։ Այդքան մեծ ծառայություն են կատարել։ Ոչ միայն զինվորական ծառայություն, մտավոր, մշակութային, շատ մեծ գործ են արել։ Հիմա ռուսները դա կորցրեցին։ Եթե մի անգամ հանձնարարեն, ինքը նորից հետ գա այստեղ, որպես անվտանգություն ապահովող։ Մենք արդեն պետք է ասենք սա նոր էջ է։ Այ առաջվա կարգավիճակը չես ունենա։ Ուրիշ է ամեն ինչը, վիճակը ուրիշ է։ Այո, մենք վասալի կարգավիճակ, ինքը երբ որ ասում ենք մենք հավատարիմ ենք, ինքը իրեն վասալ է, սուզերեն է զգում։ Արտոնյալ է զգում, հիմա պետք է ասենք գործընկերային, կոլեգա։ Հավասար է։ Հավասարը փոխշահավետություն։ Նույնը, եթե մեր շահերից բխում է, մենք դեռ պատերազմին կմասնակցենք։ Օրինակ հիմա մեր շահերից չի բխում, մենք դեռ պատերազմին չենք մասնակցում։ Հայկական բանակը Ուկրաինայի դեմ, ՆԱՏՕ-ի դեմ չի կռվում։ Բայց մենք կռվել ենք 1939-40 թվականներին հայկական զորքը կռվում էր Եվրոպայում նացիզմի դեմ։ Չէ, ինչ նացիզմ։ Ընդհակառակը, նացիզմի դաշնակիցներ։ Տեսեք, փորձ ունենք մենք։ Առաջին աշխարհային պատերազմում կռվել ենք, ռուսների հրահրած պատերազմում մենք կռվել ենք, արուն ենք թափել։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ռուսների հրահրած, եթե Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը
չլիներ, շատ հնարավոր է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը այլ ձևով լիներ եւ այլ ընթացք ստանալ։ Այսինքն հրահրեցին Ռիբենտրոպը եւ Մոլոտովը պատերազմը, ու մենք ակտիվորեն մասնակցել ենք։ Իսկ հիմա պետք է ասենք չենք գալու, եթե դա մեր շահերից չի բխում, այ ոնց որ չենք գնում Ուկրաինա, չենք կռվելու հիմա Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի եւ ուկրաինացի ժողովրդին չենք կռվելու։ Այ հիմա որ գան ռուսները, պետք է ասենք, որ պայմանները փոխվել են։ Փոխշահավետ պետք է լինի երկուսիս համար։ Պարոն Արշակյան, նաև դուք մասնագետներն եք Ռուսաստանի ռազմաբազայի 102-րդ ռազմաբազայի, ասենք Հայաստանեն հերացման ցույցին հավաքին ինչ են դպավորությունները ձեր։ Մեր ժողովուրդը հոն է այսօր, թե այդքան էլ շահագրգռված չէ այդ ռուսական հերացումով կամ այս փուլին ռուսները իրոք հարցում անցկացնենք։ Այդ տեսեք, անկախ ես փաստորեն մասնակից եմ եղել, երբ որ հանրաքվեի հարցը բարձրացել էր, ես ինքս էլ կասկածում էի, ասում էի, անցկացնենք հանրաքվե, թե չէ։ Մեկը սովետական միությունը փուլ է եկել։ Մենք այսպես թե այնպես անկախությունը ստանում ենք։ Ստանում ենք այսինքն արևմուտքը պարտադրել էր սովետական միությանը լուծարել սովետական միությունը, հետաքրքիր չէ, ինքնալուծարման էր գնացել սովետական միությունը։ Տեսեք ինչ է եղել։ Նոյեմբերին 1990 թվականի նոյեմբերին սովետական միությունը Փարիզում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց, որ հրաժարվում է 14 հանրապետություններից։ Մենք մի տարի հետո ենք արել հանրաքվեն, այսինքն կարելի էր եւ չանել։ Սովետական միությունը ինքը հրաժարվել էր Հայաստանից։ Դեռևս հունիս ամսին արդեն դուրս էր լքել էր մեզ, հա։ Այո, լքել էր։ Ռուսաստանը դուրս էր եկել սովետական միության կազմից, իսկ նոյեմբերին ուղղակի բոլոր 14 հանրապետություններից պարտավորվեց զորքերը հանել, զորքերը տանել Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Դուն գամչեց։ Տուն, այո, դամոյ։ Այսինքն մենք այստեղ չենք ուզում որ տանեն։ Մենք մի գնացեք, խնդրում ենք։ Մի գնացեք։ Անվտանգությունը պետք է ապահովեք, չէ՞։ Անվտանգությունը ով է ապահովելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերին նիստ արեց։ Մեզ հանգստացնում, որ ասած հանգիստ եղեք։ Թուրքիան ասաց Սան չանեք։ Մենք ենք երաշխավորում։ Կհիշենք Վուդրո Վիլսոնին, նստեք տեղներդ։ Թուրքերը հանգիստ նստեցին։ Այսինքն մենք կարող էինք չանել հանրաքվեն, որտեղ սովետական միությունը փլվել էր, չկար սովետական միությունը։ Մենք անկախությունը այդ սովետական Հայաստանը ստանալու էինք, որտեղ ամերիկացիները եվրոպացիների հետ համատեղ արդեն տվել էին մեզ, բայց այստեղ ես ասում եմ արժանապատվության եւ ինքնագնահատականի հարց կար։ Մենք ասացինք, տեսնենք, իմիջիալուց ես ասեմ, որ 9 հանրապետություն սովետական միության միացման հանրաքվե արեցին մարտ ամսին։ 9 հանրապետություն Ադրբեջանը, Ուկրաինան, Բելարուսը, Միջին Ասիան ասացին, որ ուզում ենք մնալ սովետական, մենք ուզում ենք մնանք։ Բալթյան հանրապետությունները, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Մոլդավան եւ մենք ասացինք, մենք գնում ենք։ Մնաք բարով։ Մնաց բարով Ռուսաստան, մենք գնում ենք։ Ու հանրաքվեն կարևոր էր մեր համար, մեր ինքնագնահատականի համար։ Մենք իմացանք, որ այդպիսի ժողովուրդ ունենք, մենք այդպիսին ենք։ Տեսեք հաջորդը Եվրոմիությունը։ Դե գիտեք, այդ մեր լոլիկը, մեր խմիչքները, որոնք որ չեն համապատասխանում առողջապահության ժամանակակից նորմերներին, ասում են, բա դա որտեղ պետք է։ Իսկ ով ասեց, որ հայերը պետք է լոլիկ աճեցնեն։ Ով ասեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 1.5%-ը ապահովում է 98.5%-ի գյուղատնտեսությունը, սննդամթերքը
Եվ մի բան էլ արտահանում է։ Ինչի պետք է մեր մոտ 30-40%-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լոլիկ աճեցնի։ Մենք ավելի ուրիշ գործեր ունենք, մենք դա ապացուցել ենք արդյունաբերական սովետական Հայաստանը։ Մենք ինժեներներ ունենք, մենք բժիշկներ ունենք, գիտնականներ, մշակույթի գործ, այսինքն ով ասեց, որ մենք պետք է դրանց համար խմիչքներ սարքենք։ Ես կարծում եմ, որ Եվրոմիությանը դիմելու խնդիրը դա էր, ասեցինք, որ մենք ուզում ենք եվրոպական մակարդակ ունենալ տնտեսության, վարքագծի, սննդամթերքի, առողջապահության, կրթության, ընտանեկան բռնության վերջապես։ Հիմա հաջորդը գնալու են ռուսները 1990 թվականին ռուսները առանց մեզ հարցնելու ուզում եք գնանք ասենք 1915 թվականին հարցրեցին վանեցիներին չհարցրեցին ռուսական բանակը չհարցրեց հետ քաշվեց 1918 թվականին Ռուսաստանը հարցրեց հայերին գնանք թե մնանք թողեցին ու գնացին 1920 թվականին հարցրեցին գնացին կամ հետեկան արդեն ուրիշ կարգավիճակով ես անձամբ երբ որ դուք իմ կենսագրությունից եք խոսում 90 թվականին 1990 ես պաշտպանության հանձնաժողովում էի եւ որպես վատամարդ բանակցությունների ժամանակ ինձ հրավիրում էին ռուսական բանակի հետ բանակցությունների ժամանակ հայոց համազգային շարժումը որպես պատասխանատու անվտանգության համար պատասխանատու ոսկերչական աշխատանք էին անում հավասարակշռված ինչպես հիմա են ասում ես ասում եի չէ գնում եք գնացեք զենքը թողեք գնացեք ելույթներ ունեմ որ կան համացանցում ասում են զորակոչ անցկացրեք 25000 զինակոչիկ ունենք մենք 25000 15000-ը որ հավաքենք դա հերիք է Հայաստանի անվտանգության համար այսինքն ռուսները 1990 թվականին նույնպես լքեցին պատերազմող Հայաստանին արդեն Ղարաբաղի համար գնացին հիմա ես ասում եմ սրանք գնալու են այս դրան այնտեղ էլ ասեցի գնալու եք մեզ համար ոչ հարմար պահի դուք մեզ կլքեք պոստը կլքեք դիրքը կլքեք դասալիկ կլինեք դուք հաշվենք խոսենք Բրեստ Բերլինյան կոնգրեսի մասին, որ Էրզրումից 3 անգամ ռուսները մտել են Էրզրում ու հետ են դուրս քաշվել։ Այ դաշական օրինակ է, Էրզկալին 3 անգամ ռուսական բանակը մտել է, աղոհացով մենք դիմավորել ենք, ապահովել է մեր 3 անգամ հետ է գնացել։ Հիմա ոչ ոք չի մնացել Էրզրումում հայ։ Այսինքն նրանք պարբերաբար հեռանում են մեզ համար շատ անհարմար պահի։ Ես ասում եմ հիմա մեզ համար հարմար է այսօր։ Հիմա հարմար է, հիմա գնացեք։ Հիմա գնացեք, կարգավիճակը փոխենք, եթե Հայաստանում պետք է լինի ոչ տարածաշրջանային արևմուտքի մեր անվտանգությունը ապահովող զորախումբ, ուրեմն Ռուսաստանը պետք է լինի արևմուտքի հրամանատարության տակ, ռուսական զորախումբը։ Այսինքն դա այլևս ճիշտ այնպես ինչպես մենք Արցախի համար ենք ասում։ Ռուսական այդ բանակը թող մանդատ ունենա, թող հյուսիսային Եվրոպայից գան նորվեգացիներ, շվեդներ, ֆիներ, դանիացիները թող գան համատեղ ծառայություն անցկացրեք։ Չի կարելի Ռուսաստանին վստահել։ Մենք հավատարիմ ենք Ռուսաստանը անհավատարիմ է։ Ես այդ հանդիպմանը ինձ հրավիրել էր Արման Բաբաջանյանը, ես գնացել էի ասելով, որ դուք անհավատարիմ դաշնակից եք, մենք ձեզ չենք վստահում։ Գնացեք հիմա, քանի դեռ մենք խաղաղության օրերում ենք ապրում, մեր օրակարգը հիմա խաղաղությունն է, ռազմական սպառնալիք չկա մեր վրա, հիմա գնացեք, որպեսզի մենք ձեր վրա հույս չդնենք։ Բայց կգնան Անպայման կգնան, անպայման, նրանք կգնան, նրանք իրենց կարգավիճակը չեն կարողանում ճշտել, որպես փրկիչ, որպես ազատարար, որպես մշակույթ բերող, որպես քրիստոնեությանը պաշտպանող, ուժ այլևս իրենք այդ առաքելությունը չեն ճանաչում։
իրենք չեն ճանաչում այդպեսի չեն ուզում ճանաչեն, չեն ուզում, չունեն, դա իրենց օրակարգում այդ տեսլականը չունեն, այո, նարատիվը ասում են, չկա իրենց մոտ, որպես զավթիչ, ասենք որ մտնեն Իրաք, որ Անգլիային դուրս մղեն, Ամերիկային դուրս մղեն, դա էլ չունեն։ Այդ ծրագիրը չունեն ռուսները, մերձավոր արևելքը գրավելու։ Զարմանալի է, իրենք միշտ կողապանած են դակ ճուրերու չունեն հիմա։ Էդ էլ չկա կարծես։ Չունեն այդ ծրագիրը, որ Իրաք մտնեն, այ կար մի պահ, չէ՞ որ ցեմենտի գործարան սարքեցին մեր մոտ հատուկ։ Ցեմենտի գործարանը, որ այնտեղ հասցնեն ինչ-որ բան։ Մեր մոտ հատուկ մսի պահեստներ բերեցին, տեղադրեցին։ Միս, հացահատիկի պահեստներ, գոսպիտալներ, 7 համալիր կար առողջապահական։ Թվարկեմ, Էրեբունի, Հանրապետական, Քանաքեր, Մալաթիա, դուք ասեք մի երկուսն էլ 7, մենք այդ 7-րդ բանակում ենք հաշվել։ Մեզ ասեցին դա ձեր համար չի, դա գոսպիտալ է, 4 միլիոն զինվոր պետք է մերձավոր արևելքում սովետական զինվոր կռվի եւ հետաքրքիր է, չէ, ամենահարմարը, ամենաապահով գոսպիտալը, ամենավստահելին Հայաստան։ Այո, այստեղ չկա ոչ մի բան։ Մսի պահեստները 4 թե 5 հատ մսի պահեստ կար։ Ղափանում, Քավառում, Սևանում, Գյումրիում, Երևանում 2 հատ։ Այսինքն դա մեր 7-րդ բանակը ինձ ես որպես այդ պաշտոնյա, որ ասում է չէ, ասես դա ձեր համար չի։ Դա մեր պահեստն է, մեր բանակի համար, սննդամթերքը նույնպես այստեղ էին պահում։ Եվ իջիկ դարձավ ամեն ինչ, հա։ Դե ասում եմ այդ ծրագիրը չկա։ Այսինքն ռուսները հիմա չեն ուզում Իրաքը գրավել։ Նույնը իրենք Սիրիայում արեցին։ 50 տարի է Ասադ ընտանիքը գերգրբակեր Ռուսաստանին։ Ինչ արեցին։ Տեսեք, դե մենք գնացել ենք դասել, որ մենք տեսանք դուք Աղվանստանում ինչ արեցիք, Վիետնամում ինչ արեցիք, Կուբային սպասում ենք, ինչ կանեք։ Մենք այդ բոլորը տեսել ենք, այդ Սիրիան վերջի վերջին արարն է, այո։ Դուք դες դրաման ասում, նրանք գնալու են մեր իշխանությունները, ես դες որպես գաղտնիք ասեմ, ռազմական գաղտնիք բացեմ, անձամբ ինձ որպես վետերան պատերազմի հրավիրել էին վերջերս սահման, ես գնացի եւ ամրոցներ տեսա, բետոնապատ, բունկերներով, հրետանիով եւ այլ, այսինքն անունն ալ գիտեմ, պիտի չսեմ։ Այսինքն մեր երկիրը պետք է հույսը դնի իր վրա, իր սպառազմ։ Այսինքն 7-րդ բանակի մնացորդը 102-րդ ռազմական հենակետը չի կարող ներծառայել։ Թող գնան եւ ասեմ մենք խերով բարով։ Այո, երաշտություն։ Ջուր էլ գտանք, չէ, այդ սովորույթը գա, ժողովրդային։ Այո, ջուր լցնի, չէ, ջուր չենք լցնի, հետ կգան։ Բանաշակյան վերջին հարցս, այս Վաշինգտոնյան ստորագրություններով լույսին տակ ինչ վերատասավորումներ կսպասեք Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ, մանավանդ որ մենք կուղվենք դեպի ընտրություններ։ Ես ուրգեգրնանք բռնել այդ թելը։ Ես պատկերվի շատ ուզում եմ, դա որպես վերլուծաբան ես շատ թույլ եմ, բայց ասեմ շատ ուզում եմ, որ ընտրություններում օրակարգը լինի լավ թե շատ լավ։ Այսօրվա ազգային ժողովում ներկայացված ուժերը չպետք է լինեն, այսինքն Հայաստանում պետք է լինի կառուցողական, մրցակցային ազգային ժողով, այսինքն մենք պետք է արդեն զարգացման ծրագրեր ունենանք Եվրոմիության հետ զարգացման ներքին գզվրդոցին թեմեք։ Ես տեսեք ընդհանրապես կողմ եմ մրցակցության, բազմազայնության, բազմակարծության, բայց դա պետք է լինի հայրենաշինության, ոչ թե հայրենաքանդության, այսօր պարադոքս կա, ես չգիտեմ արժի դրա մասին խոսել թե չէ, մարդիկ ովքեր որ ակնհայտորեն քվեարկել են գնացել քվեարկել են հայկական պետության դեմ Մաքսային միությանի, Եվրազիական միության օգուտ դրանք հիմա նրանց լոզունգը կեցի անկախ Հայաստանը ես այդա չեմ հասկանում հռչակագիրն են պաշտպանում հռչակագիրին դեմ են եղել ամեն ինչ անում են պետությունը քայքայելու համար
տեսեք այդպես չպետք է լինի։ Դա պետք է ընդհանրապես օրակարգում չլինի։ Հայկական անկախությունը ընդհանրապես չպետք է քննարկվի հանրաքվեի միջոցով, թե ազգային ժողովի միջոցով, թաղային հեղինակությունների չպետք է քննարկվի այդ երկրորդ կետը 205 հոդվածը հանրաքվեի միջոցով սահմանները հանձնել։ Տեսեք ինչ օրենք ունենք մենք։ Մեր սահմանադրության մեջ գրված է, որ հանրաքվեով կարելի է տարածքներ հանձնել։ Չի կարելի։ 205 հոդվածն է, որ գրում էին 10 տարի առաջ, ես դա ասել եմ, դուք ինչ ծրագրով եք դա գրում։ Ենթադրում եք, որ մենք պետք է մեղրին հանձնենք հանրաքվեի միջոցով, հանրաքվե մենք գիտենք, դուք ոնց եք անցկացնում։ Կգրեք 100%, ուրեմն այ ես ուզում եմ, որ ես այսպիսի առաքելություն, ոչ թե խաղաղության առաքելություն կնկարեի Նիկոլ Փաշինյանի համար, այլ անկախություն, այլ լոզունգը, կոչը ազատ արդար Հայաստանը պետք է դառնա ազատ անկախ արդար Հայաստան։ Անկախ բառը, այսինքն ինքը պետք է Հայաստանը անկախացնի։ Մեր մոտ չպետք է լինի ընտրություններում չպետք է կարողանան հայտ ներկայացնել ապազգային ուժերը, այլ պետության շահերը ներկայացնող ուժերը չպետք է կարողանան Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնել։ Այս 7-8 ամիսը, որ մենք ունենք, մոտ ենք այդ պապակեն։ Այսօրվա ես հույս ունեմ, որ զարգացումներ կլինեն։ Մենք հիմա կոչ ենք անում մերոնց ամուր լինել, պնդել, անհանդուրժողականություն, չհանդուրժենք այլ երկրների շահերը պաշտպանող ուժերին քաղաքական։ Անգերտ զրույց էր, պարոն Արշակյան, շնորհակալ եմ այս անգերտ զրույցին համար։ Մեր ակնթիներում հիշեցնեմ, որ հյուրս Ազատ Արշակյանն էր, նաև հորդորս ցեզի հետևեցեք մեր թողարկումներուն, լայք մսեղմեցեք, մեկնաբանություն մտողեցեք, դարազեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մեծ։